պլաստմասի տարբեր բաներ արտադրող ընկերություններ։ Պլաստմասի ժետոններ են արտադրվում, բաժանվում են մամուլի կրպակներին։ Այդ ժետոնի գնի մասին չի հիմա խոսքը։ Կարա լինի 100 դրամ, ես 100 դրամին եմ կողմ, բայց այդտեղ խնդիրը չեմ ուզում դրամական հատվածին բան անեմ, որովհետև 150-ը մարդկանց համար թանկ է, այս քաղաքական բնակչությունը։ Այդ ժետոնը գնում է մարդը, մտնում է տրանսպորտ, Արջևը դրված էր, հիշում եք, արկղներ էին դրված։ Այդ արկղները մի անգամ առել է, գնել են այդ արկղները, ուրեմն 137,000 դրամ են տվել, մյուս անգամ 141։ Երկու պարտիա գնել են։ Այդքան գումար է վճարվել։ Այդ արկղներից գցում են այդ ժետոնները, մարդիկ ոչ հերթ են կանգնում, ոչ բան, մտնում է, գցում է, առաջ է շարժում, մտնում, գցում, առաջ շարժում եւ այլն։ Այդ ժետոնը ոչ այդ վարորդը վերցնում է, ոչ մի բան։ Ֆիքսված է, քանի հատ ժետոն եղավ, կամերա եք դրեք, կամերայի տակ, այդ տեսախցիկի տակ հանեք այդ ժետոնները, օրվա ընթացքում 2 անգամ կհանեք, 3 անգամ կհանեք, մի անգամ կհանեք, դուք որոշեք ինչքան հանեք։ Եվ դրանով ինչ կկատարվի։ Դրանով ոչ մարդիկ այդ քարտային բանը, քարտերի այդ օգտագործման դժվարությունների մեջ կընկնեն, ոչ ուրեմն այդ խցանումները կլինեն, ամբողջ ավելի հեշտ կլինի։ Եթե դուք ուզում եք տակ բաներ, այդ ինչա կոչվում մշտական տոմսեր, 10 օրվա, 20 օրվա կամ արտոնյալ տոմսեր տարբեր խավերի համար, կարող եք արտադրել, մեծ թվերով վրեն գրում եք, ինչ որ օրից որն է, մարդը մտնում է, վարորդին ցույցատալի անցնում է առաջ, ոնց է եղել այն նախկինում արել ենք, ինչն է մեզ ստիպում, որ մենք, այսպես ասած, անունը դնենք տեխնոլոգիական առաջընթաց եւ մեզ տանենք, ինքներս մեզ տանենք ոչնչացման, մեր կյանքը դժվարացնենք եւ այլն։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ քարտերը այդ համակարգը դրել են նաեւ բնակչությունը թող իմանա դրել են եւ այդ կանխիկ դրամը հանելու համար պարզա այդ դրա համար է դրված այդ տողակը լրացնելու համար է բայց նաեւ շատ կարեւոր հիմա ստեղ բան կա որ ձեզ ադապտացնում են անընդհատ ծառայություններից օգտվելու եւ գնումներ կատարելը քարտերով եւ հեռախոսներով դուք սովորում եք այդ երևույթին 1 2 100 եւ այլը դուք այդ գործողությունները անելով արդեն ձեր մոտ վարք է սկսում ձևավորվել որ եւ գնումները ձեր կատարեք եւ բոլոր ծառայություններից օգտվեք այդ քարտերով եւ այդ հեռախոսներով դա դրա համար է արված որ դուք արագացնեն նաեւ մյուս ոլորտներում իրականացվող թվային էքսպանսիան եւ հնարավորինս շուտ այդ ամբողջ բանը շղթան փակեն իսկ շղթան փակելը հիմա փորձենք ամփոփել չէ այս թեման ամփոփենք որտեղ էլեկտրոնային ստրկացման այդ թվային ստրկացման մասին կարծում եմ մեծ թեմա է առանձին պիտի խոսենք այսօրվա ասելիքը խնդրում եմ ամփոփենք ու մարդիկ որպես մտածելու տեղ տանք ու ես ուզում